գործերի հարգելի նախարարի հարգելի տեղակալներ, ոստիկանության հարգելի պետ, ոստիկանության պետի հարգելի տեղակալներ, ոստիկանության հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ բոլորիս ոստիկանության օրվա առիթով եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր ծառայության համար։ Ընդհանրապես ոստիկանությունը մեր երկրում կայացման եւ զարգացման տարբեր փուլեր է անցել եւ պետք է ասել, որ ընդհանուր առմամբ եւ ես դա արձանագրել եմ նաեւ դեռ ընդդիմադիր գործունեություն ծավալելու ընթացքում եւ ես ընդունել եմ միշտ էլ, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է եւ այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի եւ դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում։ Մենք ընդհանրապես ոստիկանության գործունեությունը հիշելիս, ոստիկանության գործունեությունը գնահատելիս պետք է հիշենք այն ժամանակները, երբ Հայաստանը նոր անկախացել էր, խորհրդային ոստիկանությունը ըստ էության արդեն անհասկանալի վիճակում էր, պարզ չէր, չկար, քայքայված էր, քայքայված չէր, եւ մենք պետք է հիշենք այդ ժամանակներում ինչ էր տեղի ունենում Հայաստանում։ Այսինքն բացարձակ ըստ էության ամենաթողության մի վիճակ, միջև այն պահը, երբ որ շատ մեծ քաղաքական ուշադրություն դարձվեց ոստիկանության համակարգի կայացմանը, եւ դա մի շատ կարևոր շրջադարձային կետ էր մեր երկրում ընդհանրապես իրավակարգի եւ կարգուկանոնի պահպանման եւ ամրապնդման համար։ Եվ իհարկե ոստիկանությունը ամեն փուլում զարգացման մի աստիճանի հասել է, բայց ամեն ժամանակ ունի իր առանձնահատկությունները եւ իր պահանջները։ Գիտեք, այն ինչ որ մենք լավ ենք անում այսօր, արդեն բավարար չափով բավարար չի կարող դիտվել վաղը չէ մյուս օրը, հələ վաղը կարող է դեռ այսօրվա բանի տպավորության ներքո լինենք, որովհետեւ փոխվում են ժամանակները եւ փոխվում են մարտահրավերները։ Գիտեք, հիմա շատ է խոսվում, ընդհանրապես պարզ է, որ ինֆորմացիոն դարում մարդիկ շատ լուրեր մեծ անհանգստություններ են առաջացնում, նաև հանցագործությունների հետ կապված, հիմա մարզերում էլ, որ հանդիպումներ ենք ունենում, մարդիկ այդ մասին շատ խոսում են, բայց ինձ համար, որպես նախկինում լրագրությամբ զբաղված, այսինքն ինֆորմացիոն հոսքերի մեջ գտնված մարդու, պարզ է, որ խնդիրը հետևյալի մեջ է։ Այսօր ցանկացած բան որ տեղի է ունենում, մարդու առաջին ռեակցիան այն չի, վերցնեն ոստիկանություն կամ շտապ օգնություն զանգեմ, ասում եմ մի հատ նկարենք գցենք կամ Instagram կամ Facebook, հետո նոր մնացած գործողությունները կանենք։ Այսօր նաև շատ է ինֆորմացիան ամեն անկանոնության մասին, մեկը մեքենան սենց չքշեց, մեկը մեքենան նենց քշեց եւ այլն եւ այդպես շարունակ, եւ դա ստեղծում է երբեմն տպավորություններ, որոնք ընդհանուր պատկերը չեն արտահայտում։ Այսինքն ընդհանուր պատկերը նախարարը նշեց վիճակագրության մեջ է արտահայտվում եւ նաեւ շատ կարեւոր է միջազգային գնահատականների, որովհետեւ եկեք չմոռանանք, որ մեզանում եղել են, ես չեմ կարող ցավոք բացառել, որ միջև հիմա չկան հանցագործության կամ ինչ որ դեպքեր չգրանցելու, ինչ որ դեպքեր մի կողմ գցելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս ավանդույթներից մենք իհարկե պետք է հետեւական ավանդույթներից չէ, վատ սովորություններից պետք է հետեւականորեն ազատվենք, բայց ընդհանուր առմամբ պետք է հասկանանք, որ այս միջավայրում ենք մենք գործում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, հա դե տենց է հիմա ինտերնետի դարա, տենց էլ պետք է լինի։ Ինտերնետի դարի ոստիկանությունը պետք է լինի ինտերնետի դարի ոստիկանություն, որովհետև ինտերնետի դարի ոստիկանությունը չի կարող լինել ինտերնետի բացակայության դարի ոստիկանություն, եւ այդտեղ համենայն դեպս կարա առաջանա, եթե այդպես չլինի, այդ խզվածքում կարա առաջանա մի իրավիճակ, որ ուղղակի ծանր եւ նվիրված աշխատանքը կարա վարքյանների ընթացքում կամ ժամանակի ընթացքում արժեզրկվի եւ ֆրուստրացիայի զգացողություն առաջացնի թե ոստիկանության ծառայողների, թե հանրության շրջանում։ Դրա համար շատ կարեւոր է, որ մենք ունենանք ժամանակի հետ դինամիկ փոփոխվող եւ դինամիկ զարգացող ոստիկանություն եւ ըստ էության մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց նաեւ երբ որ մենք ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ որ մենք մտածում էինք, որ բարեկային ոստիկանություն լինի ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենայով,
մեքենաներով եւ այլն եւ այդպես շարունակ 4 ուղղությունները մենք կարողանանք ստեղծել եւ զարգացնել, այն ժամանակ դա շատ հեռու եւ անհավանական էր նույնիսկ թվում, բայց հիմա երբ որ դա կայացել է, մենք պետք է մտածենք հետագա զարգացումների մասին, որովհետեւ դեռ այն փուլում մենք մեզ հարց ենք տալիս, իսկ երբ է լինելու, որ մենք ասենք, որ մենք ահա ավարտեցինք ոստիկանության բարեփոխումները, չի լինելու այդպիսի բան, որովհետեւ ոստիկան եւ ընդհանրապես որևէ բարեփոխում ընդհանրապես չի ավարտվում, հատկապես ինտերնետի դարում, հատկապես այս դարում, երբ որ տեմպերը կյանքի փոփոխությունների, ընկալումների անհամաչափորեն արագացել են եւ շարունակում են արագանալ։ Եթե նախկինում մենք դեռ կարող ենք ասել լավ, ինչ որ բան թող մնա տոներից հետո, ինչ որ բան մնա, չգիտեմ, ավելի ուշ, հիմա չկա այդպիսի բան։ Բայց որպեսզի նաեւ մենք heavy have չլինենք եւ ցայտնոտի մեջ չհայտնվենք, բարեփոխումը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքի մի մասը։ Այսինքն ամենօրյա աշխատանքը պարզա շատ էներգիա տանում, բայց միևնույնն է այդ ամենօրյա աշխատանքը պետք է կազմակերպել այնպես, որ իր մեջ միևնույնն է լինի բարեփոխման էլեմենտ։ Մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի եւ վայելում ենք, այսպես ասած, երեկվա բարեփոխումների պտուղը ինչ որ մի առումով, բայց այսօր նաև պետքա բարեփոխումը անպայման իր բաժինը ունենա, որպեսզի չթողենք, որ դա կուտակվի, մեկ էլ նորից, հիմա մենք նախարարի հետ աշխատանքային հանդիպումներում ինչ խնդիր եմ ես դնում, ասում եմ մենք էլ չպետքա թողնենք, որ մեր օրինակ ավտոմոբիլային պարկը այնքան մաշվի, որ ասենք ենթադրենք 1000 ներողություն բան լինի գործարկվելու խնդիր ունեցող մեքենաներ լինեն եւ այլն, մենք ասենք, որ դե հիմա պետք է այս պարկը փոխենք։ Ոչ դա պետք է տեղի ունենա ամեն տարի, մենք պետք է եւ իմիջայլոց համազգեստի հետ կապված փոփոխությունները, որովհետեւ համազգեստը այսօր լավն է, շատ տեսք ունի, բայց ինքը մի քանի տարի հետո զգում ես, որ արդեն ինքը որոշակիորեն հնա տենց հասկացություն կա, բարոյապես մաշված, որովհետեւ ինքը լավն է, բայց 3 տարի առաջվա համար է լավ, ինքը այսօր արդեն լավը չի։ Բայց երբ որ մենք թողում ենք ինքը այնքան հնանա, որ իրան ամբողջությամբ պետք է փոխենք, դա եւ շատ ժամանակ է տանում, եւ շատ էներգիա է տանում, եւ շատ փող է տանում, եւ երբեմն մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում։ Բայց երբ որ մենք իմանանք մեր ամենօրյա աշխատանքի մեջ մենք պետքա այդ համազգեստի մեջ մի հատ էլեմենտ փոխենք, ինքը ժամանակի հետ ամեն տարվա հետ այնպես կփոխվի, որ ինքը միշտ կմնա թարմ, արդիական, նոր, այնպես տպավորություն կլինի, որ մենք հենց նոր այդ ամբողջը թարմացրինք։ Եվ սա վերաբերվում է տեխնիկային, սա վերաբերվում է օրենսդրությանը, սա վերաբերվում է համազգեստին, սա վերաբերվում է սպառազինությանը, սա վերաբերվում է կարգավորումներին, բայց 1000 ներողություն, սա վերաբերվում է նաև մեզ բոլորիս, սա վերաբերվում է մարդուն, որովհետև մարդը համազգեստը փոխվեց, մարդը չփոխվեց, այդ տեխնիկան համազգեստը բարեփոխումը բանը անիմաստ է։ Ընդ որում հիմա ես խոսում եմ ոստիկանության օրնա, ոստիկ ներքին գործերի նախարարություն եմ, բայց ես խոսում եմ ինձնից սկսած մեր բոլորի մասին, որովհետև եթե մենք չփոխվենք, մենք չենք կարա փոխենք այն իրականությունը, որը ուզում ենք, որ դեպի լավը փոխվի։ Եթե մենք չենք փոխվում, ինքնաբերաբար կարող ենք արձանագրել, որ իրականությունը փոխվում է դեպի վատը, որովհետև իրականությունը առաջնորդության կարիք ունի։ Եվ ոստիկանությունը, այո, ոստիկանությունը ըստ էության զինվորական տրամաբանությամբ ծառայություն է, բայց ոստիկանությունը առաջնորդող դերակատարում պետք է ունենա իր պատասխանատվության ոլորտում։ Ես երբեմն զգում եմ, որ մենք ասելով ոստիկանություն, բաց ենք թողում անհատական առաջնորդության եւ անհատական պատասխանատվության էլեմենտը, որովհետեւ ոստիկանությունը ուղղակի վիճակագիր պետքա չլինի, թե այս տարի բան եղավ, ինչ եղավ, այս տարածքում, ես նկատի ունեմ ոչ միայն ընդհանուր ոստիկանությունը, այլև ոստիկանության յուրաքանչյուր ծառայող իր պատասխանատվության գոտին այնուամենայնիվ ունի, իր լիազորությունների շրջանակը ունի։ Եվ եթե յուրաքանչյուր ոստիկան, ինչ որ ասում եմ հիմա, կարող ենք նույն ինչ որ ասացի սկզբից, կարող ենք տեղափոխել, ասենք նախարարության աշխատակից, վարչապետի աշխատակազմի ղեկավար, վարչապետ, ցանկացած պաշտոնյայի, ցանկացած մարդու վրա այդ բանը կարող ենք դնել։ Եթե ինքը անհատական պատասխանատվություն չի զգում տեղի ունեցողի
այդ կապված։ Եվ ինքը ընդհանրապես վիճակագիր է, դե այսքան գողություն եղավ, այսքան թմրամիջոցի դեպք եղավ, այսքան զենք եղավ, այսքան էս եղավ, այսքան այն եղավ, այսքան վթար եղավ։ Մենք ընդհանրապես արձանագրողի դերում կլինենք։ Սա շատ կարևոր է, որ մենք կարողանանք համակարգը զարգացնել այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով որ աշխատում է X տարածքում, ինքը զգա, որ ինքը իր պատասխանատվության առաջնորդն է։ Իր պատասխանատվության առաջնորդը, որտեղ եթե ինքը իր պատասխանատվության առաջնորդը չի, բաժնի աշխատակիցը մտածում է, որ բաժանմունքի պետն է իրականում առաջնորդը, ինքը տեղա ինչ կասեն են էլ կանի, եւ այդպես շարունակ չի ստացվի ոչինչ բան։ Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որը մենք առերեսվում ենք եւ գիտակցում ենք, ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որտեղ ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է եւ ոստիկանության աշխատողի եւ ուրիշների կյանքի եւ անվտանգության հետ, եւ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք եւ մենք գնում ենք այս ուղղությամբ եւ այս տրամաբանությամբ եւ մենք պետք է կարծում եմ, որ մենք Հայաստանում ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով մենք կարող ենք այս փոփոխությունը անընդհատ ապահովել եւ ոստիկանության Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունը ամրացնել, վերափոխել եւ անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին եւ իմ կարծիքով մենք ընթանում ենք այս ուղղությամբ։ Բայց նաեւ այսօր 21-րդ դարում նախկինում էլ իհարկե, բայց հիմա առավել եւս ռեպուտացիայից ավելի բան չկա, ավելի կարևոր բան չկա։ Եվ երբեմն մեդիա դաշտում, մեդիա տիրույթում երբեմն երկրորդականա դառնում, թե ինչա իրականությունը, ավելի կարևոր է դառնում, թե ինչպես է մատուցվում այդ իրականությունը։ Այս առումով ոստիկանությունը իհարկե ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ, նաև մեդիա առաջնորդ պետք է, մեդիա առաջնորդություն պետք է ստանձնի, որպեսզի այդ հաղորդակցությունը հնարավոր լինի պատշաճ մակարդակով ապահովել։ Հոյակապը շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության գործունեության նկատմամբ 61% վստահություն կա։ Եվ իսկապես դա շատ լավ է։ Եվ իսկապես դա շատ բարձր գնահատական է։ Բայց ով է ասել, որ մենք գոհ ենք, որ 61% է։ Մենք պետք է իսկ ինչի 85% չի։ Մենք գոհանալով 61%-ով պետք է ասենք, լավ, մենք ինչ չենք անում, որ 85, 90-95% չի։ Ինչ չենք անում։ Եվ կարող է պարզվի այդ ինչ-որ բան նենք չենք անում, ինչ-որ բան նենք չենք ներկայացնում, ինչ-որ բան չենք նկատում, ինչ-որ բանի վրա ավելի շատ էներգիա ենք ծախսում, քան պետք է ծախսենք եւ իրականում էներգիան պետք է ծախսել այլ ուղղությամբ։ Եվ ես նկատի ունեմ, որ ոստիկանությունը ինքը պետք է լինի 21-րդ դարում, այս դարում ընդհանրապես դինամիկ եւ ճկուն, ոչ դինամիկ եւ ոչ ճկուն, ոչ մի համակարգ չունի շանս, պետք է լինել դինամիկ եւ ճկուն, եւ ես կարծում եմ, որ մենք այսօր այդ պոտենցիալը արդեն ստեղծել ենք, համակարգերը ստեղծել ենք, մենք շատ ակտիվ դինամիկ փոխվում ենք, հիմա պարզ օրինակ բերենք, մենք հիմա իրական կյանքից տեսնում ենք, որ նույն մեր ճանապարհներին մոտոցիկլերը ավելի էֆեկտիվ են, մենք ավելի շատ ենք շեշտը դնում դրա վրա եւ պետքա վերլուծենք, տեսնենք ինչ ուղղություններով պետքա մենք հիմա ինչքան մոտոցիկլ պետք է լինի, ինչքան ավտոմեքենա պետք է լինի եւ այլն ոստիկանությանը նաեւ նոր լիազորություններ են տրվել մի քանի տարի առաջ կայացրած օրենսդրական փոփոխություններով հիմա օպերատիվ հնարավորությունները ոստիկանության ավելի են մեծանալու, դա էլ առաջնորդության հարց, պետք է առաջնորդել։ Մենք Հայաստանի Հանրապետությունում հանցավորության իրավիճակը պետք է ոչ միայն դարձնենք այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք, այլև քաղաքացիների զգացողությունը պետք է դարձնենք այդպիսին։ Ընդ որում մարդը ինքը իր կյանքում ոչ հանցագործություն է տեսնում, ոչ էլ առնչվում է։ Բայց երբ որ իր բանի այդ news feed-ում կա նրա մասին, որ ստեղ կրակեցին, ստեղ սպանեցին, ստեղ էսարին, ստեղ սպան, այսինքն հասկանում եք ժամանակի առանձնահատկությունները մարդը ամբողջ կյանքը ապրել է, ոչ մեկ իրան ոչ ասել աչքիդ վերևը ունք կա, ոչ մի անգամ ոչ մի հանցագործության հետ չի առնչվել, բայց ժամանակի առանձնահատկություններն է, որ մարդը ասում է, ինչ է կատարվում այս երկրում, այս հանցագործության մեջ բան առնում։
բայց ինքը անձամբ երբեք ոչ մի բան չի առնչվել, չի էլ առնչվելու մեծ հավանականությամբ, բայց դա իրան չի խանգարում, որ ինքը մտածի, որ պրոբլեմա, մեծ պրոբլեմներ կան եւ այլն, ամենաթողությունն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա է մեդիա դարի եւ մեդիա հասարակության առանձնահատկությունը եւ մենք պետք է հաշվի առնենք, բայց ես չեմ ասում, եկեք մեդիա կոնտենտ ստեղծենք Եմ մասին, որ ամեն ինչ լավ է, դա հակառակ բանը կլինի, սխալը կլինի, ես ասում եմ, եկեք ոստիկանությունը թող այդ առաջնորդությունը ստանձնի, բայց ոչ թե ոստիկանությունը, դա էլ է շատ կարևոր, ոստիկանությունը ստանձնած է առաջնորդությունը, իմիջիալից այդտեղ ոչ մի բան չկա, այստեղ խնդիրն է, որ ոստիկանության ծառայողները հնարավորինս ոստիկանության բազմաթիվ ծառայողներ այդ առաջնորդությունը ստանձնել են, խնդիրն է, որ ոստիկանության իդեալում ոստիկանության բոլոր ծառայողները առաջնորդություն պիտի ստանձնեն, որովհետև եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքը առաջնորդ չի, որովհետև հենց ոստիկանի համազգեստ կրելը ինքնին, դա առաջնորդության նշան է, իր պատասխանատվության գոտում, իր չափով, եւ երբեք ինքը չպետք է մտածի, դե ուրիշներն են այդ առաջնորդությունը իրականացնում, ուրիշները իհարկե իրականացնում են, բայց ամեն մեկը իր չափով, եւ ոստիկանության փոփոխությունները հայեցակարգը, ել եմ ասում, հիմա ոստիկանության մասին ինչ ասացի, պետական կառավարման բոլոր համակարգերի մասին կարելի ասել, կներեք մասնավոր հիմնարկների մասին էս նույնը կարելի ասել, որտեղ այն մասնավոր հիմնարկները, որոնք այս տրամաբանությամբ են աշխատում, իրանք ունեն մեծ հաջողություններ, ովքեր այս տրամաբանությամբ չեն աշխատում, իրանք էլի այնուամենայնիվ խնդիրների առաջ են կանգնում։ Ես այս ամեն ինչի ինչի համար եմ ասում եմ, որովհետև ես գիտեմ, հավատում եմ, տեսնում եմ, որ այս մեր ոստիկանությունը զարգացել եւ հասել է այս կետին, որ մենք կարող ենք արդեն այսպիսի բաների մասին խոսել եւ մեր հայեցակարգային ընկալումները պետք է միանշանակ լինեն այդպիսի։ Հարգելի ներկաներ, կրկին անգամ շնորհավորելով բոլորիս ոստիկանության օրվա առիթով ուզում եմ նաեւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր Հայաստանի Հանրապետությանը ձեր մատուցած ծառայությունների համար, որովհետև ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության առանցքային դերակատարն է եւ Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության հետ կապված խնդիրներ կան, բայց միանշանակ եւ աներկբա է, որ առանձին դրվագներ հանած, ես նկատի ունեմ ընդհանրապես սկսած իմ ներկայացրած ժամանակներից, երբ որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը սկսեց ձևավորվել, ներքին անվտանգության ճգնաժամեր մենք չենք ունեցել, եւ սա շատ կարեւոր արձանագրում է։ Էլ եմ ասում, այնտեղ եղել են դրվագներ հայտնի, քաղաքականության հետ առնչվող եւ այլն, այդ դրվագները դրանք առանձին վերցրած, իհարկե շատ կարևոր, բայց առանձին վերցրած կտորներ ընդհանուր առմամբ մենք ներքին անվտանգության առումով մեծ խնդիրներ չենք ունեցել եւ առավել եւս 2018 թվականից հետո մենք ներքին անվտանգության հետ կապված մեծ խնդիրներ չենք ունեցել, խնդիրներ ճգնաժամեր չենք ունեցել, ճգնաժամի մոտ իրավիճակ նույնիսկ չենք ունեցել, բայց մենք ունենք տեղային խնդիրներ, որը իրար հետ պետք է լուծենք, եւ ես հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կարողանաք այդ խնդիրները լուծել եւ կկարողանանք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունը ընդհանուր առմամբ, այլ ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ է։ Եվ մենք պետքա չվախենանք սովորելուց, որովհետև սովորել բառը մեր մոտ միշտ ասոցացվում է չիմանալու հետ, բայց սովորել բառը չիմանալու հետ կապ չունի, որովհետև ով է, որ ամեն ինչ գիտի։ Հայաստանի Հանրապետությունում կամ ընդհանրապես աշխարհում կա այդպիսի մի ոստիկան, որ ոստիկանության ծառայության կապված ամեն ինչ գիտի, ամեն ինչի տիրապետում է։ Ընդ որում դա կարա լինի, այդտեղ էլ է կարևոր, որ գիտելիքն էլ է փոխվում։ Այն գիտելիքը, որ երեք 100%-անոց էր, այսօր արդեն
ինքը որոշակիորեն փոխվում է, որովհետև մարտահրավերն է փոխվում, գործիքներն են փոխվում, տեխնոլոգիաներն են փոխվում եւ այդ ամեն ինչի հետևից պետք է հասնել։ Իսկ դրա ձևը միակ ձևը կրթությունն է եւ մենք մեզնից յուրաքանչյուրը պետք է շարունակաբար ինքը իրենով զբաղվի եւ դա երաշխիք է, որ ինքը անձնական կարիերայի մեջ եւ աշխատանքի մեջ եւ ընդհանրապես որպես պաշտոնյա եւ երկրի համար կարողանա ապահովել հաջողություն։ Ես հավատում եմ, որ դուք հենց այդպես գործում եք եւ կշարունակեք այդպես գործել եւ ես շնորհակալ եմ ձեզ դրա համար, կրկին շնորհավորում եմ բոլորին։